Հայաստանում վերջին տվյալներով ակտիվացել են սուր շնչառական վարակները, որոնց թվում է գրիպի A տեսակի, հատկապես H3N2 ենթատեսակի շրջանառությունը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի քանակը մոտավորապես նույնն է, ինչը փաստում է այն մասին, որ վարակի տարածումը սեզոնային բնույթ ունի։ Առավել խոցելի խմբերում, ինչպես եւ ամեն տարի, մինչեւ 5 տարեկան երեխաներն են եւ տարեցները։ Երբ որ արդեն մի փոքր ցուրտը սկսվում է, երևակայի այդ սեզոնի հետ կապված լինում վիրուսի ակտիվացումը, կապված է նաև նրա հետ, որ դպրոցները մանկապարտեզներն են սկսում աշխատել, պետք է օդափոխել սենյակները, որտեղ գտնվում են մեծ քանակով երեխաներ, աշխատանքային սենյակներ, դպրոցներ, ձեռքերն է պետք հաճախ լվանալ, շատ հեղուկ է պետք օգտագործել, հագնվել ըստ սեզոնի։ Այդպես, առանձնապես շատ միշտ բանջարեղեն ուտել երևի ու հեղուկների քանակը մի քիչ ավելի շատացնել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով պատվաստվելը խրախուսվում է բոլորին, ռիսկային խմբերին առավել ևս բարդություններից խուսափելու համար։ Սեպտեմբերից մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Պատվաստանյութերը առկա են բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, որոնք պատվաստում են իրականացնում։ Պատվաստումները իրականացվում են անվճար հիմունքներով, հասանելի են անկախ հաշվառման տվյալ բժշկական կազմակերպությունում հաշվառման փաստից եւ անկախ քաղաքացիությունից։ Վերջին տարիներին նկատվող դրական շարժը ցույց է տալիս, որ ճիշտ տեղեկատվությամբ եւ բացատրական աշխատանքներով հնարավոր է նվազեցնել կասկածները, ապահովելով ավելի մեծ ընդգրկվածություն պատվաստումների գործընթացում։ Ռիսկային խմբերում պահանջարկի ձևավորումը այս պահին ամենակարևոր նպատակներից է։ Նոյեմբերից արդեն իրականացվել է ավելի քան 124,721 դեղաչափ սեզոնային գրիպի դեմ պատվաստում։ Բնակչության շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը ավելի ու ավելի է բարձրանում եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ավելի մեծ խմբաքանակ ենք պատվիրում պատվաստանյութի։ Աշխատում ենք, որ մասսայական լինի դա, ոչ բոլորն են համաձայնվում, ավելի շատ մենք ենք անում կոլեկտիվներում, փակ կոլեկտիվներում, որտեղ շատ պարտադիր է, որովհետև իրանց հիվանդանալը շատ ավելի վտանգավոր է։ Իսկ այնպես իհարկե բնակչության հետ աշխատում ենք, փորձում ենք, որ ավելի մասսայականացնենք։ Ընդհանուր թուլություն, գլխացավ, սխումներ, կոկորդի ցավ, սրանք են գրիպի վիրուսի նախանշանները։ Ժամանակին մասնագետին դիմելը, ինքնաբուժությամբ չզբաղվելը նվազեցնում են հիվանդության բարդություններից խուսափելու եւ ռիսկային խմբերում գտնվող հարազատներին վարակելու հավանականությունը։